Շարունակում ենք թողարկումը, IPV-ի աշխատասենյակում հյուրընկալել ենք Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանին։ Բարի երեկո։ Արդեն մի քանի օր է Քարոզ Արշավը մեկնարկել է, դուք հասցրել եք հանդիպումներ ունենալ, արդյոք կարողացել եք հասկանալ, թե բնակիչների հիմնականում ինչ խնդիրներ ունեն եւ արդյոք նրանց հիմնական խնդիրները արտացոլված են նաեւ ձեր ծրագրային դրույթներում։ Տեսեք, բնականաբար նաեւ Քարոզ Արշավը սկսելուց առաջ մենք տեղյակ ենք եւ շփումները քաղաքացիների հետ մշտական ամենօրյա ռեժիմով է տեղի ունենում եւ մենք տեղյակ ենք եւ այդ թիրախավորումը արել ենք, որ գրել ենք ծրագիրը, այսինքն զուտ խոստումներ չենք գրել այդ ծրագրում, այլ գրել ենք ծրագրքայլեր, որոնք իրականացնելու ենք քաղաքացիների վստահության քվեն ստանալուց հետո։ Եվ պարզ է նաև, որ շրջագայությունների ընթացքում, Քարոզ արշավի ընթացքում հստակ երևում է այդ խնդիրները, որոնք վեր են քանում։ Իսկ հիմնական խնդիրներ են այս դեպքում բարձրացնում քաղաքացիները, մարդիկ, ովքեր ապրում են հատկապես շրջաններում։ Տեսեք, երեք օրինակ Ազատ դեմոկրատներ կուսակցության թիմը Տավուշի մարզում էր, մենք սկսել էինք սահմանից եւ բնականաբար այնտեղ ամենաառաջնային հարցը, որ բարձրացվում է, դա անվտանգության հարցն է, առաջնային հարցերից մեկը նաեւ աշխատատեղերն է, որովհետեւ անվտանգություն, երբ որ մենք ասում ենք, դա զուտ միայն զենքը եւ բանակը չի, անվտանգությունը նաեւ այն է, որ սահմանամերձ բնակավայրերը չլքեն մարդիկ, սահմանամերձ բնակավայրերի բնակչությունը պետք է ունենա հնարավորություններ իր տանը մնալու, իր տունը շենացնելու եւ այնտեղ աշխատատեղ ունենալու, դպրոցները ապահովված լինեն, մանկավարժներով ապահովված լինեն, որտեղ մենք շատ լավ գիտենք, որ մարդիկ նաեւ այդ անվտանգության համակարգը հաշվի առնելով գրակոծները եւ այլն թողնում են դուրս են գալիս իրենց գյուղից, մանավանդ եթե չեն ունենում աշխատանք, չեն ապահովված չեն հստակ գործունեությամբ։ Իսկ երբ որ դու մարդուն ապահովում ես աշխատանքով, դպրոցներում ուսուցչին ասում ես, որ որպես սահմանամերձ շրջանի ուսուցիչ աշակերտ թվով ֆինանսավորումը մենք ավելացնելու ենք, տրվելու են սահմանամերձ շրջանների բիզնես միջավայրն է բարելավվելու, այսինքն առանձնակի դոտացիաներ են տրվելու, հարկային արտոնություններ են տրվելու, երբ որ այդ ամեն ինչը ասվում է, արդեն իսկ բարենպաստ միջավայր է ստեղծվում, որպեսզի ստեղծվեն նոր աշխատատեղեր, մարդիկ մնան, աշխատեն։ Երեք օրինակ հանդիպում էինք Տավուշի մարզում եւ մի կին մոտեցավ ինձ, նշեց, որ իրենց թաղում 7 տուն են եւ միայն ինքն է մնացել, մնացածի դռները փակ են եւ ինքը ինչ էր ասում, ասում էր թող թողնեն մենք աշխատենք այստեղ, մեր հողը մշակենք, մեր աշխատատեղն ունենանք եւ ես ասում եմ իմ դուռը չեմ փակի եւ չեմ գնա, եթե ես աշխատանք ունենամ։ Ձեր ծրագրային դրույթներում կարմիր թելի նման կարծես թե անցնում է ինտեգրումը եվրոպական ընտանիքին, ինչու եւ ինչպես եք այդ գործընթացը պատկերացնում։ Մենք միշտ բացի մեր ծրագրից Ազատ դեմոկրատները ստեղծման օրվանից հենց կուսակցության այդ ծրագրում նշված է, որ մենք Հայաստանի զարգացման տեսլականը կապում ենք եվրոպական ընտանիքի ոչ միայն ինտեգրացիան, այլ լիիրավ անդամակցության հետ եւ անգամ Եվրասիական տնտեսական միության անդամակցումից հետո էլ մենք անընդհատ բարձրացնում ենք այդ հարցը, որ սա սխալ որոշում է, սա ոչինչի տանող միություն է եւ անգամ այդ հարցը բարձրացրել ենք ազգային ժողովում 2016 թվականի ապրիլին մենք ներկայացրել ենք ազգային ժողով մի նախագիծ, որով պնդում ենք, որ Հայաստանը պետք է դուրս գա եւ դադարեցնի իր անդամակցությունը ԵԱՏՄ-ին եւ ինչու ենք դա ասում, որովհետեւ ԵԱՏՄ 2 տարիների անդամակցություն է, փորձաքարն էր, որը տեսանք եւ որը չանցան իշխանությունները եւ ԵԱՏՄ-ն էլ չանցավ, որովհետեւ այն ամեն ինչ խոստացվում էր, անվտանգություն, տնտեսական առաջընթաց, 17 միլիոնանոց հսկայական շուկա, որտեղ մեր համար ամեն ինչ լավ է լինելու եւ ոսկե սարեր էր խոստացվում, այդ ամեն ինչը չիրականացավ, 2 տարիների ընթացքում հակառակը մենք հետաճ տեսանք տնտեսական եւ տեսանք նաեւ թե ինչպես են ԵԱՏՄ անդամ երկրները մեր քաղաքական շահերը ոտնահարում, նույն անվտանգության, նույն ապրիլյան պատերազմի օրերին, ես չնշեմ թե ինչ եղավ եւ ինչ հետևանքներ ունեցավ։ Այսինքն այդ ամեն ինչը հաշվի առնելով մենք նշում ենք, որ Հայաստանի զարգացումը կապվում է Եվրոպական միության հետ եւ երբ որ ասոցիացիան համաձայնագիրը քննարկվում էր, մենք ողջունել էինք այդ համաձայնագիրը եւ կարծես թե ամեն ինչ գնում էր բարենպաստ իր ճանապարհով եւ հանկարծ մեկ գիշերվա հայտնի որոշումը ԵԱՏՄ անդամակցության։ Եվրոպական միությունը բացի ազատ առևտրի ռեժիմի եւ ազատ վիզային ռեժիմի, որը մենք շատ
կարևորում ենք եւ ասում ենք, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է հնարավորություն ունենա Եվրոպական միության երկրներ գնալ առանց վիզա։ Այսօր եթե մենք քաղաքացիների շրջանում հարցում անցկացնենք, բոլորն ասում են, որ իրենք ինչու պետք է վրացին գնա առանց վիզա եւ մենք չգնանք։ Դուք էլ լավ կհիշեք, ինչ աժոտաժ էր բարձրացել, երբ որ Վրաստանը ստորագրեց դա, Հայաստանի սովորական քաղաքացիներն ասում էին, «Էս ինչ բան է, ինչու մենք չպետք է գնանք, իրենք պետք է գնան»։ Այսինքն սա արդեն իսկ բարձրացած հարց է հենց քաղաքացիների կողմից։ Դա մենք դնում ենք մեր ծրագրում եւ նշում ենք, որ դա կարեւորագույն հանգամանք է, որովհետեւ թե կրթությունը, թե առողջապահությունը, այսինքն բուժումը որակյալ մարդիկ ուզում են գնալ եւ ստանալ Եվրոպական միության երկրներում եւ մենք պետք է այդ հնարավորությունը իրենց տանք տանելով Հայաստանը ԵՄ լիիրավ անդամակցություն։ Դուք ընտրությունների գնում եք, մենք կարող ենք կարգախոսով, ինչ եք դուք կարող եւ ինչ եք առաջարկում ձեր ընտրողներին։ Ես արդեն իսկ նշեցի, որ մենք կարող ենք եւ տարբերվում ենք մյուս ուժերից նրանով, որ մենք ասում ենք, մենք Հայաստանը տեսնում ենք Եվրոպական միության լիիրավ անդամակցությունում։ Մենք կարող ենք կրճատել, ոչ թե կրճատել, այլ վերացնել ստվերը, որի մասին չեն խոսում մյուս ուժերը։ Բոլորը խոսում են կոռուպցիայից, մենաշնորհներից եւ գազի գնի բարձրացումից, գազի գնի իջեցումից, էլեկտրաէներգիայի գնի իջեցումից, նվազեցումից, մենք հստակ նշում ենք, թե ոնց ենք այդ ամեն ինչը անելու։ Հստակ նշում ենք, որ երբ որ մենք ասում ենք ապահովել անվտանգություն, դա նշանակում է նաեւ ավելացնել պաշտպանության համար նախատեսված ծախսերը։ Իսկ այդ որտեղից եւ ինչպես ենք ավելացնելու, մենք ասում ենք Հայաստանի Հանրապետությունում կա ստվեր եւ ֆինանսների նախարարն անձամբ է խոստովանել, նշել ազգային ժողովում, որ Հայաստանի 35% ստվեր կա։ Երբ որ մենք վերացնում ենք այդ ստվերը, մենք բյուջե արդեն եկամուտներ ենք ապահովում։ Մեկ շնչին $200-300 են գնում այդ եկամուտները, որ ավելանալու են ստվերի վերացման հետևանքով։ Եվ նաև այստեղ առաջանում է մի հետևանք ստվերի վերացումից, որ մենք կարող ենք կրկնապատկել պաշտպանության բյուջեն, ինչը սահմանված է այսօր պետբյուջեով, այն ինչ սահմանված է, մենք կարողանում ենք ստվերի վերացմամբ կրկնապատկել։ Նույնը կրթության բյուջեն ենք կարողանում կրկնապատկել։ Այսինքն մենք զուտ չենք ասում, ինչ ենք ուզում կամ երազում։ Մենք տալիս ենք մեր երազանքը եւ նաեւ տալիս ենք մեր երազանքը իրականացնելու քայլերը։ Շնորհակալ եմ ձեզ հարցերին անդրադառնալու համար։ Հիշեցնեմ, որ մենք հյուրընկալել ենք Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանին։